Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Հակոբյան, վերջին շրջանում նարատիվ կա այն, որ արցախցիները հանձնեցին Արցախը, արցախցիները հենց չպահեցին Արցախը։ Ես ուզում եմ կարճ պատմական էքսկուրս կատարենք, թեև այդքան էլ շատ ժամանակ չի անցել, բայց փորձենք հիշել եւ նորից միգուցե վերապրել այդ ժամանակահատվածը։ Շրջափակման ընթացքում, երբ խոսում էր բանակցությունների մասին Ադրբեջանի հետ, գոնե հայտնի էր, որ կա 3 հարթակ բանակցությունների։ Ըստ էության խոսվում էր եւ լախի մասին, հայտարարություններ էին արվում այն մասին, որ Սամվել Շահրամանյանն է առանձին բանակցում, եւ Սամվել Բաբայանը հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի կողմից, այն ժամանակ դեռ Արայիկ Հարությունյանի կողմից մանդատ ուներ բանակցելու։ Ձեզ համար հասկանալի էր, թե ինչ էին բանակցում ի վերջո այս 3 հարթակներում եւ արդյոք դրանցից որևէ մեկում այդ տեղահանության մասին խոսվում էր կամ հակառակը քննարկվում էր արդյոք տարբերակ մնալու Արցախում եւ թեկուզ Ադրբեջանի իրավազորության ներքո շարունակել գոյությունը արցախցիների Արցախում։ Այսինքն մնալու եւ հեռանալու մասին այս քննարկումը որ պահից սկսվեց։ Գիտեք, որպես այդպեսին մնալու հեռանալու հարց ընդհանրապես չի էլ քննարկվել եւ նման որոշում որպես այդպեսին չի եղել, չի հայտարարվել նման բան։ Չնայած շատերը հիմա փորձում են նաև այդ ուղղությամբ տանել։ Ինչ վերաբերում է բանակցություններին, դեռևս 2020-ից հետո, երբ կային, ինչ որ մարդիկ թե Արցախում, ես այսպես կամահարանքով եմ խոսելու իրենց մասին, որովհետև դրանք հատուկ շրջանակներ էին, որոնք միանշանակ չէին սպասարկում Արցախի շահը, Մեզ մեղադրում էին այն հարցում, որ մենք պատերազմից անմիջապես հետո խորհրդարանական ընդդիմադիր ուժերով պահանջեցինք Արայիկ Հարությունյանից, իհարկե սկզբում մտածում էինք, որ բարոյականությունը տեղի կտա եւ պարտված նախագահ ինքնակամ կհրաժարվի։ Դա տեղի չունեցավ, հետեւաբար մեր պարտավորությունն էր, մենք պարտավոր էինք պահանջել հրաժարական, ինչը մերժվեց եւ հակառակը այսպես մի հատուկ քարոզչամեքենա սկսեց աշխատել, այնպես ինչպես Հայաստանում էր, որովհետեւ տարբերություն չկար եւ հասկանալի էր, որ կառավարումը կարծես թե հենց մի կետից է տեղի ունենում եւ այդ կետը Հայաստանում էր, կամ Հայաստանից դուրս նույնիսկ ընդհանուր կետը, հա։ Իհարկե Արցախը այն ժամանակ ամբողջովին կառավարվում էր Հայաստանի իշխանությունների կողմից, որովհետեւ եթե հիշում եք իմ անհամաձայնությունը այն ժամանակվա Արցախի նախագահի հետ միայն մի բանում էր, հա, որ սեփական որոշումներ կայացնելու ունակություն չունի Արցախի նախագահը, կամք չունի, քաղաքական ուժ չունի եւ ըստ էության ինքը դա չէր թաքցնում, չէր այսպես հակառակվում այդ մտքերին եւ լուր համաձայնություն կար, որ Արցախի ճակատագիրը որոշվում է երկու մարդու շփման արդյունքում, որտեղ ըստ էության Արցախի պետական ինստիտուտները որևէ կապ չունեին արդեն 20 թվականից հետո Հայաստանի պետական ինստիտուտների հետ եւ ես առանց գերատեսչությունների ղեկավարների անունները տալու, որտեղ կան մարդիկ, որոնք բնավ կարիք չկա, որ հիմա նաեւ ճշնամական այսպես թիրախում հայտնվեն, փաստում էին, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները նույնիսկ իրենց զանգերին կամ հաղորդագրություններին չեն պատասխանում։ Այսինքն չկար որևէ շփում եւ կար այսպես լուր համաձայնություն, որ երկու անձերի Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան այդ համագործակցության կամ չգիտեմ շփման արդյունքում որոշվելու Արցախի ճակատագիրը։
Եվ այդ առումով փաստորեն դա բավականին երկար տևեց ու եկավ մի պահ, երբ մենք բոլորս հասկացանք եւ նաեւ նախագահը չէր այն ժամանակվա թաքցնում, որ կառավարումից ամեն բան դուրս է գալիս այնքանով, որ արդեն ոչ թե գործընկերային էին այդ հարաբերությունները, այլ ուղղակի տեղեկատվություն ստանում էր Արցախը, որը ուղղակի ի գիտություն ընդունելով շարժվում էր։ Արդեն այդ վիճակն էր։ Եկավ մի պահ, երբ դուք բոլորդ շատ լավ հիշում եք, մենք եւս լրատվամիջոցներից ենք տեղեկացել, ընդ որում մեր իշխանական լրատվամիջոցներն էին դա այդպես ակտիվ տարածում, որ Հայաստանի իշխանությունները ամեն բան անում են, որ ապահովեն արցախցիների Արցախում ապրելու հնարավորությունը, դա մինչ շրջափակումն էր, եւ այդ պատճառով պիտի բանակցություններ տեղի ունենան Արցախի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ։ Ինչին հիմա եւս շահագործելով այդ հանգամանքը կամ խեղաթյուրելով ավելի շուտ հայտարարում են, որ Արցախը մերժել է։ Անկեղծ ասած, խոսքը Սոֆիայի մասին է, այդպես տարբեր։ Հետո եղավ Բրատիսլավա, այո, մերժվել, բայց Ադրբեջանը հրաժարվեց գալ։ Այո, ինչպես նաև Սոֆիա։ Այո։ Որովհետև նման, չնայած մենք որպես ընդդիմություն միշտ դեմ ենք եղել, որովհետև չենք վստահել, նաև չեն հստակեցվել Հայաստանի իշխանությունների կողմից, ի վերջո կա միջնորդ կողմ, կա երրորդ կողմ, որը օրինակ գոնե որպես վկա լինելու է այդ պարագայում, թե ուղղակի երկու կողմը նստելու են ու իրար հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, կամ դա ինչ ձևաչափ է։ Իհարկե դրանց անդրադարձ չէր լինում, դրան տեղյակ չէր կարծես թե նաև Արցախի նախագահը այն ժամանակ, բայց ես վստահեցնում եմ, բոլորին եմ վստահեցնում, որ Արցախը երբևէ որևէ նույնիսկ երկխոսություն չի մերժել, չի եղել նման բան։ Ուղղակի աղմուկը եղել է, այնուհետև լռություն է եղել, որևէ ընթացք չի եղել եւ այդ ընթացքին որևէ ձևով չի էլ խանգարել Արցախը։ Հետևաբար ես հիմա այն ժամանակ եւս հակված եմ եղել այն մտքին, որ չգիտեմ, Ադրբեջանն է կազմակերպած եղել, Հայաստանի իշխանություններն են կազմակերպել այդ ամենը, այդ աղմուկը, որովհետեւ հետագայում նաեւ իրենց մաքրեն, հա, կամ զերծ մնան պատասխանատվությունից իրենց մասով, բայց ամեն դեպքում ինչ որ անհասկանալի էր լինում այդ ամբողջ process-ները։ Բայց բանակցությունները այնուամենայնիվ կային։ Այնուամենայնիվ կային, այնքանով ինչքանով, որ այսպես խորիմաստ հայացքներով փորձում էր մեզ հասկացնել այդ մասին Արցախի նախագահը։ Ես չեմ կարող վստահ ասել, ինչ մակարդակի բանակցություններ էին դրանք, կար ինչ որ մակարդակ, որը որոշում էր ինչ որ հարցեր, խոսքս ադրբեջանական կողմի մասին է, թե դա ինչ որ ցածր մակարդակի, կենցաղային մակարդակի երկխոսություններ էին։ Չեմ կարող ասել, որովհետև մեզ անկեղծ ասած տեղյակ չէին պահում։ Չեմ կարող ասել իշխանական թևի падգամավորները տեղյակ են թե ոչ, երևի պետք է ավելի շատ իրենց ուղղել այդ հարցերը, բայց այսպես խորիմաստ մեզ ամեն անգամ նաև հասկացվում էր, որ կա բանակցային գործընթաց կա։ Եվ դուք հիշում եք երևի ժամանակին աղմուկը միակ, որ բարձրացնում էինք Լաչինի միջանցքի, Քաշաթաղի միջանցքի շուրջ տեղի ունեցող այդ փոփոխություններով կապված, դա միայն մենք էինք։ Եվ երբ պարզաբանում էինք, որ բնավ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կետ դրա մասին չի ասում, թարգմանությունն էլ է սխալ, խեղաթյուրվում է եւ որևէ փոփոխության մասին չկա, հետեւաբար ցանկացած փոփոխություն դա միջանցքից փոխվում է ճանապարհի, իսկ ճանապարհը շատ հանգիստ կարող է փակվել, այն ժամանակ մեզ էլի մեղադրում էին, որ մենք խոճապ ենք ուզում ժողովրդի մեջ գցել եւ իրենք կառուցում են աշխարհի ամենաապահով, ամենաանվտանգ ու բարձրակարգ ճանապարհը։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ խոսքը 2022 թվականի մասին է եւ 2022 թվականին Բերձորի, Սոսի եւ Աղավնոյի հանձնման մասին է, որը ըստ էության շատ ավելի վաղ տեղի ունեցավ, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում եւ արդյոք կարելի է արձանագրել, որ այո, հենց այդ պահից սկսած Արցախի հայաթափման կամ Արցախի կորստի, այսպես ծրագրի մեկնարկը տրվեց։ Այո, միանշանակ տրվեց հենց դրանով, որովհետեւ դուք հիշում եք, դրանից հետո արդեն սկսվեց ուղիղ հայտարարությունները Ադրբեջանի կողմից, որին միանում էր նաև Թուրքիան, հիմնականում պահանջները դնելով Հայաստանի իշխանությունների առջև, որ պիտի նույն գաղափարի մեջ լինեն, այսինքն լինի Զանգեզուրի միջանցք, որպեսզի լինի
Լաչինի Միջանցք։ Եվ իրենք դա մեկնաբանում էին այն ժամանակ, որ Արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի կապը փաստորեն խոչընդոտում են Հայաստանի իշխանությունները, փակելով այդ ճանապարհը, հետեւաբար իրենք կարող են փակել նաև Հայաստան-Արցախ կապը։ Ես պիտի նաև այստեղ մի հիշեցում անեմ, Տիկին Հակոբյան, կներեք, դեռ այդ ժամանակ հենց մեր լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Արցախի նախագահը չի բանակցել եւ Արցախի նախագահը բանակցությունների կողմ չէ եւ չի կարող որոշում կայացնել տեղափոխության մասին, ճանապարհի փոփոխության մասին։ Այսինքն մեկնարկն ըստ էության տրվել էր այս փոփոխությամբ եւ ըստ էության դա հայկական Հայաստանի իշխանությունների Նիկոլ Փաշինյանի միջոցով բանակցությունների արդյունք էր։ Այո, միանշանակ, որովհետեւ իրոք Արցախի նախագահը որևէ դերակատարություն չի ունեցել։ Ես ցավով եմ նշում եւ նորից ցավով եմ հերթական անգամ արձանագրում, որ այո, Արցախի նախագահը առանց, ինչպես ինքը հայտարարել էր, առանց ստորակետի այսպես հակառակության ինքը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ։ Միգուցե 20 թվականից հետո շատ հարցեր ու միգուցե ես չեմ կարող իր փոխարեն ասել համաձայն չէր, բայց միևնույն է ինքը անում էր այն, ինչ իրեն հրահանգվում էր Հայաստանից, ասվում էր կոնկրետ անձամբ Նիկոլ Փաշինյանից, ես չեմ ուզում ընդհանրացնել ասել իշխանություններից, որովհետև կրկնում եմ, կապը երկու անձերի միջև էր, Նիկոլ Փաշինյան եւ այն ժամանակվա Արցախի նախագահ։ Եվ հետեւաբար այո, Աղավնոյի, Բերձորի եւ Ներքին Սուսի հանձնումը դա Հայաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում էր, որը ուղղակի լուր համաձայնությամբ նաեւ օգնեց իրականացնել այն ժամանակ Արցախի նախագահը։ Տիկին Հակոբյան, գալով այնուամենայնիվ այդ հավաքական բռնագաղթին հետաքրքիր է, որ այդ օրերին գոնե արցախցիներից շատերի հետ շփումներում շատերը նշում են, որ միևնույն է, ինչ է լինի մնալու են։ Հետո ինչ որ պահի, ինչ որ տեղից ինչ որ որոշում եղավ եւ բոլորը միաձայն, միակամ եւ միասնական սկսեցին տեղահանվել, դուրս գալ։ Ինչպես դա եղավ եւ ըստ էության ով կայացրեց այդ որոշում եւ կար արդյոք կայացրեց որոշում։ Գիտեք, կայացած որոշում չի եղել։ Դա ես եւս այն մարդկանց թվին էի պատկանում եւ այն ժամանակ դեռս բազմաթիվ լրագրողների զանգերին վստահ եմ պատասխանել եւ դա իմ որոշումն էր, որ ես մնալու եմ Արցախում ու ես ասում էի, որ դա ցանկացած ելքի պարագայում դա իմ որոշումն է, ես մնում եմ Արցախում։ Եվ իմ նման հավատացեք տասնյակ հազարավոր մարդիկ կային, որ այդ որոշումն ունեին, որովհետև հենց այդ ես շատ լավ եմ հիշում սեպտեմբերի 25-ի առավոտյան մի ինչ պայթյունը, երբ ես Ստեփանակերտի ցանկացած հատվածում եմ եղել, ամեն հատվածում այդ օրը մարդկանց մեջ այդ առումով ոգևորություն կար, երբ խոսում էի, այո, որևէ մեկս չենք լքելու, մնալու ենք, որովհետև այլ կերպ ուղղակի չունենք պահելու Արցախը։ Ի վերջո 10 ամիս շրջափակման մեջ մնալը հենց դրա ապացույցն էր, որ մենք ապրելով ենք պահում, մենք կարող ենք դեռ այն ժամանակ հեռանալ Արցախից։ Հետևաբար մենք մնում ենք եւ այդ որոշումը հստակ էր։ Գիտեք, շատ բան փոխեց նախ իրականում կապի խափանումները, որ տեղի էին ունենում Արցախում, իրար հետ կապը չկար եւ շատ դեպքերում մարդկանց մեջ խոճապ կար։ Ինչ որ մեկը, ես չգիտեմ ովքեր էին նաեւ անող, միգուցե դրանք այդ շարքային քաղաքացիների մեջ էին, հենց կեղծ լուրեր էին տարածում, որ արդեն ադրբեջանցիները ենթադրենք դրոշ են դրել նախագահական շենքի վրա ստիպված, ես բազմաթիվ նկարներ ունեմ տարբեր օրերի հենց արած նկարում էի ու ուղարկում շատերին, եթե կապ լինում էր հնարավոր էր, որպեսզի հանգստացնեի, ասեի, որ չկա նման բան, խոճապի մի մատնվեք եւ մի շեղվեք, հա, կայացրած որոշումից, բայց ես ձեզ ասեմ, շատ բան փոխեց պայթյունը։ Սեպտեմբերի 25-ի, չնայած, գիտեք, այդ պայթյունը ինքը փաստում է նաեւ այն մասին, որ արդեն տասնյակ հազարավոր մարդիկ բռնել էին գաղթի ճամփան, հենց կամ պատրաստվում էին, կամ միգուցե բենզինի պահեստ էին գնացել նաև հետագան իրենց ապահովելու համար, չեմ կարող ասել այդ որոշումը անմիջապես գաղթելու համար էր, դրա համար էին հայտնվել այդ պահեստում, թե ոչ, բայց ամեն դեպքում պայթյունը դա իրականում ես հիմա որ համեմատում եմ չեմ կարողանում հասկանալ մեզ համար այդ մեկ օրյա պատերազմը մեր
դպրոցահասակ երեխաների մոռանում ենք շատ ժամանակ խոսել, մենք ինչ ապրումներ ենք ունեցել սեպտեմբերի 19-ի ժամը 11-ից մինչև օրինակ ժամը 4-ը, երբ ես իմ երեխաներին չէի գտնում, իմ դպրոցահասակ երեխաներին, ինչքան ծնողներ այդպիսի։ Բայց ես չգիտեմ, երբ որ համեմատում եմ, որն էր ավելի սարսափելի, այդ մեկօրյա պատերազմը, երբ արդեն գիտեիր, որ թշնամին ներս է մտել քաղաքների գյուղեր, թե սեպտեմբերի 25-ի պայթյունը հասարս, որովհետև դա սարսափելի էր։ Ու դա փոխեց իրականում։ Դա մի տեսակ մարդիկ չէին հասկանում, դա ագրեսիայի արդյունք է, թե պատահար է։ Շատ-շատերը գիտեք հիմա էլ չեն հասկանում, ի վերջո ինչու դա տեղի ունեցավ, չնայած հասկանալի էր, որ եթե այդտեղ մի քանի տոննա վառելիք էր եւ որևէ այդպես արդեն հսկողություն հնարավոր չէր իրականացնել եւ ոստիկաններն էին դա փաստում անվտանգության կանոնները ինչպես հնարավոր էր պահպանել եւ տեղի ունեցավ հավատացեք հաջորդ օրվանից էր քաոսը Արցախում այսինքն հենց այդ պահից էր քաոսը եւ շատ-շատերը նույնիսկ այն մարդիկ ում երեխան այրվել էր ում որդին զոհվել էր միայն մի բան էին մտածում թորներին փրկելու կամ մյուս երեխային փրկելու մասին որովհետեւ մարդիկ արդեն այդ սարսափի մեջ այլ բան չէին տեսնում միայն իրենց երեխայի կյանքը փրկելը կենթանի մնացած երեխայի հա եւ կարծես թե դա լուր բայց ընդհանուր որոշում դարձավ որովհետեւ երբ օրինակ սեպտեմբերի 28-ին այն թաղամասը որտեղ ես ապրում էի արդեն ուղղակի մարդ չկար ապրող դուք ինչպես կայացրեցիք գիտեք ես ինքնուրույն չեմ կայացրել որոշումը որտեվ իմ որոշումը միանշանակ էր մինչև վերջի պահ որ պիտի իմ երեխաներին ես ինչ որ մի ճանապարհ գտնեմ ինչ որ մի ձևով ինչ որ մեկին խնդրեմ որ տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն որտեվ արդեն խելամիտ չէր այնտեղ երեխա պահել բայց ես ու ամուսինս պիտի մնանք միանշանակ բայց չեմ ուզում անուններ տալ հա այն մարդկանց չգիտեմ ինչպես դա կդիտարկվի, ովքեր որ պահանջեցին, համոզեցին, հորդորեցին սթափ նայել իրավիճակին եւ երբ իրականում, այո, ես մեր տան պատշգամբից գիշերեր նայեցի ու տեսա, որ բացի մեր տան լույսերից վառվում է եւս ընդամենը 2 տան լույս ամբողջ թաղամասում։ Ուղղակի ես հասկացա, որ երևի այն ժամանակ հասկացա, որ հայտնվելու եմ այն իրավիճակում, ինչ իրավիճակում, որ հայտնվեցին իմ մի քանի տասնյակ հայրենակիցները, որոնք մնացել էին Արցախում։ Բայց հավատացեք, եթե լինեին մի քանի հազարը մնացած կամ մի քանի տասնյակ հազար կամ լիներ ընդհանուր որոշում, մինչև հիմա գիտեք հակասական են կարծիքները, բայց ես կարծում եմ, որ որոշումը երկու ձև պիտի լիներ, կամ հավաքական դուրս էինք գալիս բոլորս եւ դրանով մեր բողոքներ ամբողջ աշխարհին մենք դրանով ցույց էինք դնում աշխարհին որ մենք Ադրբեջանի ու ադրբեջանցու հետ Ադրբեջանի դրոշի ներքո 1 ժամ նույնիսկ չենք ապրի նույնիսկ եթե դրա գինը այդ պահին մեր բնորանները լքելն է կամ այդպես միասնական ամբողջական որոշում որ մենք բոլորս միասին մնում ենք անկախ նրանից ինչ ելք է ունենալու եւ ինչ հետևանքներ է ունենալու դա։ Եվ գիտեք, ես կարծում եմ, որ ամենից խելամիտ որոշումը այն էր, ինչ որ ընդունվեց, հավաքական դուրս գալը, որովհետեւ տեսնելով են վայրագությունները, որ Թուրքիան անում է աշխարհի տարբեր հատվածներում, հա, կամ իր ազդեցությունը ունի այդ առումով, կամ պատրաստ էր Ադրբեջանը անել, ի վերջո հենց այդ ժամանակ այդ կոչերը մենք բազմաթիվ լսել ենք։ Ես վստահ եմ, որ հաջորդ Սիրիան կամ Գազան լինելու էր հենց Արցախում եւ միանշանակ խաղ բնակիչները մորթվելու էին, որովհետեւ 10 ամիս Արցախը շրջափակման մեջ 10 ամիս սովից մարդիկ էին մահանում, բժշկական օգնություն չստանալուց մարդիկ էին մահանում եւ աշխարհը դա չէր տեսնում։ Հետեւաբար ինչու պիտի տեսներ ընդամենը իրենց համար պես ոչինչ չներկայացնող, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների համար ոչինչ չներկայացնող 120,000-ի զոհվելը կամ կոտորվելը այնտեղ։ Գիտեք, այդուհանդերձ, այսպես կա եւս խոսույթ առայն, որ եթե ինչ որ թիվ
ինչպես դուք ասացիք, մի քանի տասնյակ, հա, մի տասնյակ կամ երկու տասնյակ մարդ հազար, ասենք 10,000 կամ 20,000 մարդ այնտեղ մնալ, միգուցեև այդ վերադարձի իրավունքն ապահովել ավելի իրատեսական կլիներ կամ առհասարակ այդ Արցախի հայկականությունը պահելու հավանականությունն ավելի մեծ լիներ։ Ոչ, դա կեղծ թեզ է, չէր կարող այդպիսի բան լիներ։ Նախ այսօր մենք հավաքական վերադարձի մասին չէինք խոսի։ Հակառակը պիտի կամ դավաճաններ դիտարկվեին այնտեղ մնացածները, կամ դավաճաններ համարվեին Արցախից դուրս եկածները։ Եվ որևէ մեկը չէր կարողանալու որոշել ի վերջո ով էր ճիշտ, ով սխալ։ Բայց ես վստահ եմ, որ այնտեղ մնացած նույնիսկ 10,000 հայերը հայտնվելու են այն մի քանի հայերի ճակատագրին, միանալու են այն մի քանի հայերի ճակատագրին, ովքեր այսօր Բաքվի բանտերում մեր հայրենակիցների դեմ ցուցմունք են տալիս։ Կամ իրենք այլընտրանք չէին ունենալու, կամ պիտի այդպիսի ցուցմունքներ տային, ենթադրենք 10,000-ն էին մնացել, մնացած 110,000-ի դեմ, եւ դա շատ ավելի լսելի կլիներ աշխարհի համար ու ընկալելի կլիներ, քան երկուսի տված ցուցմունքը։ Կամ կարճ ժամանակ հետո երբ բոլորի հետաքրքրությունը կորեր այդ մի քանի հազարի, կամաց վերանալու էին իրենք եւս, սպանվելու էին, մորթվելու էին, կորելու էին, այլևս մենք իրենց ճակատագրերի մասին չէինք ունենալու ուղղակի ինֆորմացիա, ինչպես հիմա չունենք այնտեղ մնացած մոտ 1 տասնյակի մասին չունենք, որևէ ինֆորմացիա չունենք, ինչ վիճակում են, ողջ են, ինչ եղավ իրենց հետ։ Այսինքն նույն բանը այդ արդեն մի քանի հազարի հետ էր տեղի ունենալու։ Եվ այս պարագայում այլևս մենք մեր իրավունքների մասին աշխարհին ոչ հիշեցնել էինք կարողանալու, ոչ առավել եւս պահանջել։ Եվ մի հարց էլ կա, որի մասին խոսենք, եւս պատմական մի փոքր էքսկուրսը միգուցե ավարտենք։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին հիմա պատտվում է թե Զարային, որ ներքին գործերի նախարարի տանն են ձերբակալել նախագահներին, ուզում եմ հասկանալ, կար հնարավորություն չգերեվարվելու։ Գիտեք, ես քանի որ այդ պահին, հա, այնտեղ չեմ եղել եւ չեմ տեսել իմ աչքերով, իսկ ես հստակ որոշում ունեմ երբեք չխոսել այնպիսի բաների մասին, որը չեմ տեսել իմ աչքով եւ չեմ լսել իմ ականջով։ Ես կարող եմ ուղղակի ճանաչելով, հա, այդ մարդկանց ասել, որ դա կարող է լինել իրենց որոշումը, այո։ Մենք շատ ենք չէ լսում եւ ես շատ անգամ եմ առաջարկել, որ այն մարդկանց անունները, որ շրջանառվում է, որ իրենց դուրս գալու հենց չեմ ուզում ասել պատճառով, բայց պայմանը իրենց դուրս գալու եղել է այն, որ նախագահները պիտի հանձնվեն։ Ես կարծում եմ, որ ժամանակն է կամ պիտի ինչ-որ մի ժամանակ ի վերջո իրենք խոսեն այդ մասին, կամ պետք է իրենց հարցնել այդ մասին։ Արդյոք այդպես է եղել թե ոչ։ Մարդիկ, որոնց այո, որոնց անունները կապում են այն հանգամանքի հետ, որ հենց այդ պայմանով են իրենք կարողացել դուրս գալ։ Որովհետև ես չեմ եղել, եթե ես եղած լինեի, հավատացեք, անկեղծ ասելու էի, ինչ եմ տեսել կամ ինչքանն էր կարելի ասել, այդքանը ասելու էի։ Բայց ես մի բան գիտեմ, որ եթե շատ լավ ճանաչելով իմ գործընկերոջը Դավիթ Իշխանյանին, ինչ որ չափով ճանաչելով նաև նախագահներին, որովհետև իմ շփումը հիմնականում իրենց հետ եղել է արդեն վերջին 1-2 տարվա ընթացքում, ես կարող եմ ասել, որ այո, իրենք կարող էին որոշել գերեվարվել, թե ոչ, կամ իրականում փրկել այդ չեմ ուզում գիտեք, այսպես պաթոս նաև հա էլի, չեմ ուզում որպես պաթոս հնչի, որտեվ այո, ինչ որ մի տեղ նաև մտածում որ դա նաև պարտավորություն էր, որը իրենք արել են, եթե պետք կարիքը կար փրկելու մարդկանց կյանքեր, եթե իրոք այդպես է եղել, ինչպես ներկայացնում են, ապա այո, իրենք կանեին, այլ կերպ չէին էլ վարվի։ Միգուցե այլոք շատ այլ իշխանավորներ, որոնք այսպես հիմա հոխորտում են, կռվել չկռվելու մասին են խոսում, իրենց որոշումը հակառակի մասին կլիներ, իրենց կյանքերը փրկելու։ Այս պարագայում ես չեմ կարծում, որ այդպիսի բան կլիներ։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ պիտի այդ մասին խոսեն հենց այն մարդիկ ում անվան հետ որ կապում են։ Շատ լավ։ Հիմա գալով մեր օրեր եւ գալով այն իրականությանը, որ մենք
ունենք մարտի վերջին 28-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո նոր ալիք սկսեց արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածման, իշխանություններն ասում են, որ դա հրահրվում է հենց արցախցիների կողմից, այսինքն իրենք ինչ-որ բան են ասում, որին պատասխան են ստանում այդ ատելության խոսքով մարդկանց կողմից անհանդուրժողականությամբ եւ այլն։ Այդուհանդերձ տպավորություն կա, որ հրապարակում տեղադրված վրանը ինչ որ մարդկանց համար վախի կամ անհանգստության, միգուցե մտավախությունների առիթ է։ Ինչու են անհանգստանում եւ ինչու են վախենում, որովհետեւ նույն այդ վրանում գտնվող մարդիկ պարբերաբար խոսում են այն մասին, որ չեն ցանկանում, որ իրենց բարձրացած խնդիրը քաղաքականացվի։ Գիտեք, որովհետև նախ դա հանրային մասն է, հա, հանրային սեկտորն է։ Հասկանալի է, որ իրենց մտածողությունը դեռևս այս պահին ես վստահ եմ, որովհետև իրենց փորձառությունը այդ առումով քիչ է կամ չկա ուղղակի, քաղաքական չէ իրենց մտածողությունը, հետևաբար իրենք մտածում են, որ հանրային ճնշումով, հանրային այսպես գործընթացներով իրենք կարողանան օրինակ վերադարձի պահանջ դնել եւ ասել, որ դա օրինակ քաղաքական պահանջ չէ։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ հենց քաղաքական պահանջ է։ Միգուցե, հա, այդ պահանջը դնողները լավ չեն պատկերացնում, բայց ստացողները կամ այն ում որ հասցեագրված է, իրենք շատ լավ են հասկանում այդ պահանջի խորքայնությունը ու շատ լավ հասկանում են, որ դա հենց քաղաքական ինքը ենթատեքստ ունի, հենց ինքը քաղաքական պահանջ է։ Ինչու՞ չէ, նաև գերիների վերադարձի պահանջը ինքը մի կողմից քաղաքական է, մի կողմից հումանիտար է նաև նույն սոցիալական աջակցության պահանջը ինքը եւս քաղաքականություն է, որ այս իշխանությունները վարում են արցախցիների նկատմամբ։ Հետևաբար այդ պահանջները բոլորը ինքը հենց քաղաքական ենթատեքստ ունի, անկախ նրանից դու ինչպես կձևակերպես, եւ հասկանալի է, որ սա հենց առաջինը նյարդայնացնելու հենց իշխանություններին։ Ի վերջո հասկանում են, որ երբ որ նախաձեռնողը ժողովուրդն է, կեղտոտելը, սևացնելը, փչացնելը, ինչպես իրենք սովոր են անել քաղաքական գործիչների նկատմամբ, հա, լավ դիրապետում են դրան, ապա դժվար է լինելու։ Եվ հետևաբար իրենք պատահական չէր, որ հենց առաջինը քայլ արեցին ու հանդիպում նախաձեռնեցին նաև այդ նախաձեռնող խմբի հետ։ Իհարկե այնտեղ մարդիկ կան, ինչու՞ չէ, նաև վրանի մեջ, վրանի շուրջ բոլորը, որոնք լրիվ այլ նպատակներ ունեն, որոնք նաև ներդրված են այդ ամենի մեջ, բայց այնտեղ կան շատ ազնիվ մարդիկ, ազնիվ տղաներ, ազնիվ աղջիկներ, որոնց շեղել հնարավոր չի լինելու եւ դա անհանգստացնելու է իշխանություններին, միանշանակ է անհանգստացնելու, որովհետեւ խորհուրդը ինչքան էլ լիազորված է որոշումներ կայացնելու, ինքը չի կարող շեղվի այն առաքելությունից, որին լիազորել է իրեն հենց այդ նույն ժողովուրդը։ Այսինքն իրենք հստակ հիմա այդ ժողովրդի մի հատվածը դա դիտարկում է քաղաքական, մի հատվածը չի ուզում դիտարկել քաղաքական, դա արդեն կարևոր չէ, կարևորը այդ process-ը սկսել է։ Եվ այդ process-ը կանգնեցնել որևէ մեկը իրավասու չէ, ոչ այդ վրանի ներսում նստածները, ոչ վրանից դուրս գտնվողները։ Տիկին Հակոբյան, անգամ արցախցիները հիմա անձնագրեր չեն վերցնում, հետևաբար քաղաքական process-ների վրա մեծապես ազդելու հնարավորություն ըստ էության չունեն, գոնե ընտրությունների տեսքով չեն ազդելու։ Գիտեք, ես շատ ժամանակ հենց մտածում եմ, որ երևի այս բոլոր սոցիալական ծրագրերի հիմքում այդ պահանջը դնելը քաղաքացիության տարբեր, հա, աշխատանքի տեղավորվելու համար հեռահար նպատակը հենց դա է միգուցե, որտեղ շատ լավ գիտեին, որ այս մի process, որը, գիտեք, եթե իրենք քաղաքական բացատրությունը տային նոր տեսակի անձնագրեր ունենալու, հա, այդ նոր տեսակի քաղաքացիության մասին, միգուցե ժողովուրդը դա կընկալեր ու կգնար կստանար, բայց որևէ բացատրություն չտրվեց, ոչ վատ, ոչ լավ, պարզապես չտրվեց բացատրություն, պահանջ դրվեց, պիտի ստանաք, որ բնականային ծրագրից օգտվեք, պիտի ստանաք, որ կարողանաք աշխատանքի անցնեք, պիտի ստանաք, որ գնաք պաշտպանության այդ շարքերում ծառայելու, այսինքն ինչ-որ պիտիներով դրվեց։ Եվ ժողովուրդը այստեղ իր բնազդով զգաց են վտանգը, հա, որ
Միգուցե սա հենց վերջնական Արցախի հարցի փակման համար է արվում։ Միգուցե վաղը հնարավորություն լինի եւ ես այլևս չկարողանամ ապացուցել, որ ես հենց Արցախից եմ։ Եվ ես տարբեր միգուցե օբյեկտիվ, միգուցե սուբյեկտիվ չեմ կարող ասել, պատճառաբանություններով ժողովուրդը չգնաց անելու է, ինչ իրեն հրահանգվեց։ Նույնիսկ սոցիալական խնդիրների առաջ կանգնելով, չգնաց ուղղակի։ Բայց մյուս կողմից, այո, հենց այս իշխանությունները շատ լավ ճանաչելով ի վերջո իրենք ամեն ինչ չափում են, նոր են քայլեր անում, հասկանալով, որ արցախցիները չեն վերցնի այդ պիտիով քաղաքացիությունը, բայց հեռահար նպատակ ունենալով, որ այո, որպես քաղաքացիներ հետագայում քաղաքական որևէ գործընթացներում չկարողանան մասնակցություն ունենալ։ Իհարկե ամեն ինչը կարող է իրենց պարագայում հաշվարկված լինել։ Եվ շատ դեպքերում ես հենց արցախցիներին ասում եմ, որովհետեւ դուք կարողանաք հետո հետագայում իրացնել նաև ձեր այդ իրավունքը, Քավլիցի գնացեք վերցրեք, ով կարող է ձեզ զրկել արցախցի լինելու օրինակ կոչումից։ Կամ ինչպես կարող են ջնջել ձեր արցախցի լինելը, կամ ով ասեց, որ այդ բանակցային գործընթացը, որը տեղի է ունենալու, այն ժամանակ ստուգելու են, ի վերջո դա հայի վերադարձ է լինելու Արցախ։ Հայը պիտի վերադառնա Արցախ եւ այլ ընտրանք չկա ուղղակի։ Մի process էլ կա, որ այսօրերին գեներացվում էր, Տիկին Հակոբյան, տեսեք, երբ խոսեցիք Սահմանադրության փոփոխության մասին եւ Արցախի նախագահի ընտրության մասին, որ տեղի է ունենալու մայիսի 21-ից հետո, ճիշտ այն նույն խումբ արցախցիները, ովքեր Արցախի հայաթափումից առաջ վերջին օրերին ակցիաներ էին կազմակերպում Արցախում խաղաղապահ առաքելության դիմաց, իրենք այստեղ ներկայացուցչության մոտ ակցիա կազմակերպեցին եւ Թալանի վերադարձ էին պահանջում, չգիտես ինչու Արցախի նախագահից այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Շահրամանյանի եւ որևէ այսպես իշխանության կառավարության ձեռքին Արցախի նկատի ունեմ, որևէ լծակ չկա։ Ինչու Արցախի ներկայացուցչությունից, ոչ թե դատախազությունից, ինչու Արցախի ղեկավարներից, ոչ թե Հայաստանի կառավարությունից։ Գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ այո, նորմալ է, երբ արցախցիները գան պահանջներ դնեն հենց իրենց իշխանությունների առաջ։ Բայց իհարկե այդ պահանջները դնելու ձև կա, որովհետև գիտեք, տարօրինակը որն է, որ հենց այդ նույն մարդիկ, ում մեր հայրենակիցները միգուցե առաջին անգամ այդ կոտրել, բղավել, ոչ վայել պահվածքի ժամանակ տեսան, այդ նույն մարդիկ բոլորը, այս 1.5 տարվա ընթացքում եւ ավել շատ հաճախ ներկայացուցչությունում հանդիպումներ են ունենում падգամավորների հետ, պետնախարարի հետ, Արցախի նախագահի հետ, այսինքն իրենք որևէ խնդիր չեն ունեցել ներս մտնելու, քննարկումներ անելու, ինչ որ պահանջներ ներկայացնելու, եւ դա նորմալ է, այո։ Իհարկե, շատ ավելի ճիշտ է, երբ արցախցիները երբ ինչ-որ խնդիրներ են ունենում, ոչ թե ուղիղ գնան խմբերով առանձին կառավարությունից Հայաստանի ինչ-որ պահանջներ դնեն եւ խոսեն արցախցիների անունից, այլ այդ ամենը հավաքագրվի Արցախի իշխանությունների մոտ եւ այդ հնարավորությունը կամ պահանջը դրվի Արցախի իշխանությունների առջեւ, որ իրենք պիտի ներկայացնեն Արցախի ժողովրդին։ Դա նորմալ է, շատ ճիշտ է, բայց դրան անելու ձև կա։ Հետևաբար, իմ մոտ իհարկե եւ բոլորիս մոտ հարցեր են առաջանում, ինչու այս ճանապարհով եւ իրենք բազմիցս նորմալ մտել են, քննարկումներ արել են եւ այլն եւ այլն։ Երկրորդ, երբ 2018 թվականին նույն մեր քաղաքական միավորը ստեղծվեց եւ մեր առաջի քայլերը հենց ուղղված են եղել այդ Թալանի դեմ պայքարին, ինչու՞ չէ նաև 2020-ից հետո պատերազմից հետո, երբ արդեն մենք խորհրդարանական ուժ էինք, բազմիցս բացահայտումներ ենք արել Թալանի վերաբերյալ, բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել դատախազություն, որի շրջանակներում վարույթներ են տեղի ունեցել, եւ ես ձեզ ասեմ, որ հենց այդտեղ կոտրողներից շատերը հենց այդ վարույթներով անցել են, այդ Թալանի բացահայտումը պահանջողներից, ապա ինչու իրենք այն ժամանակ անհանգստացած չէին Թալանով։ Ինձ մոտ գիտեք, այս մի քանի օր անընդհատ այդ հարցն է, երբ որ մենք դա անում էինք ուղիղ եթերներով, ազգային ժողովի նիստերի դահլիճում, նիստերի ուղիղ եթերների ժամանակ, երբ որ իրենք բոլորը իրազեկված էին, տեղեկացված էին, մեր բոլոր հանդիպումներում էինք անում, խոսում դրա մասին, ինչու իրենք այն ժամանակ չէին անհանգստանում։ Գիտեք, պատասխան կա, որովհետև այդտեղ շատերը հենց այդ մերձ շրջանակներն են եղել, նորից եմ կրկնում, որոնք անցնում էին այդ վարույթներով։
Հիմա ինչ որ բան չունեմ ասելու, միգուցե ազնիվ նկրտումներ ունեն, եւ ես ասեմ, այնտեղ ոչ բոլորի մասին կարելի է այդպես խոսել, այնտեղ բազմաթիվ շատ մարդիկ կային, որոնք իրոք ազնիվ նկրտումներով եկել էին եւ իրականում իրենք ավելի շատ մոլորյալներ էին, քան այսպես հատուկ ծրագրով եկածներ։ Կային նաեւ այդպիսիները, որոնք ես կարծում եմ կամ հասկացա այդ երկու օրը, կամ դեռևս կհասկանան, որ բնավ դա այնտեղը չի կամ այն ձևը չի պահանջի, որի մեջ նաև իրենք մասնակցություն ունեն։ Չէ, ես անուններ չեմ հնչեցնի, որովհետև ես կարծում եմ, այս ամենի նպատակը շատ արագ ինքը բացահայտվելու է, որովհետև ասեմ ձեզ, շատ տարօրինակ են համընկնումները առաջի հավաքից 4 օր առաջ Հայաստանի կառավարությունը օրենքի փոփոխության նախագիծ է բերում, որով Արցախի ակտիվները պիտի այն չգրանցված նույն ներդրումային հիմնադրամը, նույն գյուղ հիմնադրամը, այն իրավաբանական այդպես ակտիվները, որոնք թեկուզ այստեղ գրավի դիմաց ինչ որ գումար են վերցրել, հա, ես տնտեսագետները շատ ավելի լավ գիտեն, քան ես, բայց այսքանով որքանով որ ես գիտեմ, դա արդեն մեծ, բավականին մեծ միլիարդների մասին է խոսքը եւ թույլ չեն տվել գրանցել Հայաստանում հենց իշխանությունները։ Հիմա այդ օրենքի փոփոխությամբ այդ ակտիվները անցնում են Հայաստանի իշխանությունների տնօրինմանը։ Եվ դրանից 4 օր հետո առաջի բողոքի ակցիան է տեղի ունենում, հա, եւ շատ հանգիստ արդեն ստացվում է, որ Արցախի իշխանությունները որևէ բան էլ այդ ուղղությամբ անել չեն կարող։ Նույնիսկ պահանջել արդեն ստացվում է, որ չեն կարող որևէ բան։ Միգուցե սա նաև ուշադրությունը շեղելու համար էր այն իրականությունից, որը հիմա տեղի է ունենում, հա, այդ առումով։ Մեկը դա, ես ամեն դեպքում կուզեի, որ հենց իրենք այդ հարցի պատասխանը այնտեղ գտնվողներից կամ այդ կազմակերպիչներից տային, արդյոք սա ուղղորդված չէ, որտեղ շատ արցախցիների մոտ կա այդ հարցը, որովհետև այնտեղ շատ մարդիկ, ովքեր գտնվում էին, ուղիղ բարեկամական կապեր ունեն այստեղ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, ընկերական կապեր ունեն այդ ներկայացուցիչների հետ, այնպիսի մարդկանց հետ, որոնք ուղիղ մեղադրվում են Արցախը հանձնման մեջ, եւ որպեսզի մեր մնացած հայրենակիցները եւս չմոլորվեն ու հանկարծ Աստված մի արածե որևէ գործընթացի գործիք դառնան, ուղղակի ես կրկնում եմ, կա դրա շատ ավելի ցիվիլ, գեղեցիկ տարբերակը գալ, հանդիպել, խոսել, ինչը եղել է մինչ այդ եւ հեռու մնալ նման այդպես թատերական ներկայացումներից։ Երբևէ արցախցին իրեն նման պահված թույլ չի տվել, երբևէ։ Ես նման բան իմ 17 տարիների ժամանակահատվածում, որ ապրել եմ Արցախում, նման բան տեսել եմ միայն 18 թվականի այստեղ այդ Թավշյա իշխանազավթումից հետո Արցախում տեղի ունեցած ավտոկայանի դեպքերը, երբ ուղղակի այդ սցենարը տեղափոխում էին Արցախ։ Դրանից հետո երբևէ նման մենք երևույթների չենք հանդիպել։ Եվ մի բան եւս 2022 թվականին մեր խմբակցության ղեկավարը Դավիթ Գալստյան նախաձեռնեց նույն հանձնաժողովի ստեղծում իրականացնեինք, հանձնաժողով ստեղծեինք խորհրդարանում, որը կկարողանար ներդրումային հիմնադրամը այսպես ստուգումներ իրականացնել ու ժողովրդին իրականում ասել թալան տեղի ունեցել է թե ոչ, ապա եթե տեղի է ունեցել, ինչպես է դա տեղի ունեցել։ Եվ 8 հոգի էինք ընդդիմություն ստորագրեցինք, 9-րդ պատգամավորը չգտնվեց, որ կստորագրեր, եւ ըստ էության բոլոր խոչընդոտները ստեղծվեցին, որպեսզի մենք չկարողանանք այդ փաստաթղթերը տեսնել գոնե, եւ նորից եմ կրկնում, երբ մենք այն ժամանակ դրա մասին այսպես ամեն կերպ բոլոր հնարավոր միջոցներով տարածել ենք եւ ես համոզված եմ, որ արցախցիների մեծ մասը այդ գործընթացի մասին տեղյակ են եղել, ելի մեր կողքին չգտնվեցին այդպես այդ մարդիկ, ովքեր այսօր պահանջում էին թալանի վերադարձ։ Նույն 2022 թվականին էր, եթե չեմ սխալվում, որ շատ էր խոսում բնակարանաշինության համար Արցախ ուղարկվող միջոցների մասին, այնտեղ բավական զգալի գումարի մասին էր խոսքը, 150 միլիարդ, եթե ճիշտ եմ հիշում, դուք քիչ առաջ ասացիք, ի վերջո ձեզ համար բաց դարձավ այդ գումարներով բնակարան կառուցվեց, որևէ մեկը մտավ բնակարան, թե ոչ։
Գիտեք, ես այն ժամանակ արդեն անընդհատ խոսում էի ու այդ խնդիրները ուզում էի, որ նաև Հայաստանում մեր հայրենակիցները իմանային եւ դրանով պայմանավորված շատ հարցազրույցներ էի տալիս հայաստանյան լրատվամիջոցներին եւ միշտ նշել եմ, որ ծայրահեղ ծանր է Արցախում բնակ ֆոնդի վիճակը եւ մարդիկ իրականում այո նկուղներում են ապրում, այո շատ ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում, որ դա ուղղակի այն մինիմալ պայմանները հնարավոր չի ապահովել եւ դա ցավալի է եւ դա ուղղակի հնարավոր չէ էլի ահա այսպես հանգիստ անցնել այդ ամենի կողքով իսկ դու որպես падգամավոր դու չես կարող քո եզակի փոքր միջոցներով բոլորին կարողանալ հասնել օգնել։ Լավ, 20 թվականը հասկանալի էր, 21 ինչ որտեղ հասկանալի էր, բայց դրան զուգահեռ մենք լսում էինք աննախադեպ գումարների մասին, որը ամեն անգամ չէր զլանում, շաբաթը մեկ անգամ հիշեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ հավատացեք, երևի մենք բոլորս այնտեղ կծկված ամեն անգամ մտածում էինք, որ էս ինչ հերթական չափաբաժինն է փոխանցվում մեր հայրենակիցներին ներկայացնելու, որ այո, դուք սոցիալապես շատ ծանր վիճակում եք, որպեսզի արցախցիները այնտեղ լավ ապրեն, բայց իրականում դրան զուգահեռ արցախցիները սկսած կենցաղային ամենատարրական պայմաններից վերջացրած սննդի խնդիր ունեին, հա։ Իհարկե խոսքս այն ժամանակվա տեղահանված մեր հայրենակիցների մասին էր, որոնց ուղղակի հնարավոր չէր տեղավորել այդ պայմաններում։ Եվ 2 տարի անց խոսում էին աննախադեպ շինարարության մասին, խոսում էին, չգիտեմ, ինչ որ գյուղերի մասին, որտեղ պետք է համայնքներով ապրեին, ես անկեղծ ասած մեկ գյուղի մասին, մեկ գյուղ տեսա այդպես էլ համարյա ամբողջովին կառուցված այն էլ բարերարի միջոցներով, կգա ժամանակ երևի այդ անուններն էլ կտանք արդեն, որտեղ նույնիսկ այդ բարերարները իրենք դեմ էին այն ժամանակ, որ իրենց անունները տրվեր, դա համարում էին որպես պարտավորություն այդ անելը եւ ոչ այդտեղ մարդիկ մտան այդ տները, ոչ մենք որևէ կառուցված շենք տեսանք ընդհանրապես, հա շատ ակտիվ բնակարանների գնման գործընթաց էր գնում։ Գաղտնիք չի, որ կային արցախցիներ ունեին, չէ, որոնք ունեին 2-3 բնակարան, դե հասկանալի է, չէ, հիմնականում ովքեր էին ունենում 2 կամ 3 մերձ իշխանական, այսպես մարդիկ։ Մարդիկ կային, որոնք այո հաջողեցին հենց նույնիսկ շրջափակման ժամանակ իրենց ունեցվածքը վաճառել հենց այդ ծրագրով եւ օրինակ լքել Արցախ ու հայտնվել այլ երկրներում, կային այդպիսի բաներ շատ լավ, կային ու հենց այդ մարդիկ, ովքեր բողոքում են, իրենք էլ գիտեն։ Լավ, շինարարության մասն ենք խոսում, նոր բնակարանների շինարարության մաս։ Ի վերջո տենդերներ են հայտարարվել, ես ի նկատի ունեմ, որ այդ գումարներից ինչու տարա նրան, որ բնակարաններ էին գնվում, որ այդ միջոցներից միակ բանը, որ մենք տեսնում էինք, որ Հադրութից օրինակ բռնի տեղահանված մի ընտանիք գնաց ինչ-որ մեկի բնակարանում ապրելու, որտեղ այն մյուս ընտանիքը այդպիսի փոփոխություն կատարվեց, որոշում կայացվեց կառավարության, որ եթե մի ընտանիք ունի 2 կամ 2-ից ավել բնակարան եւ ցանկանում է վաճառել իր բնականը, պետությունը իր միջոցներով պատրաստ է գնել եւ տալ այդ բնակարանը բռնի տեղահանված մի այլ ընտանիքի։ Այդպիսի դեպքեր եղան, բայց ես չեմ կարծում, հա, որ դա հենց այդ 150 միլիարդներ որով բոլորը ապահովել էին, փաստ բոլորը չապահովեցին այդպես էլ բնակարաններով եւ այդպես էլ ես անկեղծ ասած որևէ շահագործված շենք, տուն, բնակարան շահագործման հանձնված չտեսա։ Գալով Արցախի նախագահի ընտրություններին, պարոն Շահրամանյանը հայտարարել է, որ դեռ չունի որոշում առաջադրվելու, կան այլ թեկնածուներ նախ թե ոչ եւ ինչ սպասել այս գործընթացներից, որովհետեւ որքան հասկանում եմ, նաեւ հենց իրենք այդ ցուցարարները, ակտիվիստները, ովքեր հենց այդ օրը դարպասների վրա էին ներկայացուցչության մոտ հայտարարում էին այն մասին, որ դեռ պետք է հասկանալ, որքանով նախագահի ինստիտուտի պահպանման անհրաժեշտությունը կա, սա այսպես տողատակերով եւ ոչ միայն արդեն տողատակերով, արդեն որոշակիորեն զգացվում էր։ Գիտեք, նման արտահայտություն անում են Հայաստանի իշխանությունները, խոսում են այդ մասին երբեմն Ադրբեջանի իշխանությունները։ Հետևաբար, ով նման արտահայտություն է անում, անկախ նրանից ով է ինքը սպասարկում է ադրբեջանական շահը։ Միանշանակ, հա, եւ
այսպես իշխանությունների ծրագիրն է իրականացնում Հայաստանի իշխանությունների։ Այն է, այո, ոչնչացնել Արցախի պետական ինստիտուտները։ Ինձ վերջերս շատ են հարցնում, իսկ ինչի են պետք այդ ինստիտուտները։ Նախ ես ասեմ, ինչքան էլ մեր համար դժվար ժամանակներ են, ինչքան էլ իհարկե մեր մեջ կան անհամաձայնություններ, իհարկե ինչքան էլ մեր մեջ կան մարդիկ, ովքեր իրենց առաքելությունը չեն հասկանում կամ այդ առաքելությունը այլ ուղղության են տանում, միևնույն է, մենք մեր աշխատանքը այս ծանր պայմաններում հնարավորինս կատարում ենք։ Ես քաղաքական առումով հայ նկատի ունեմ, եւ այդ աշխատանքը հիմնականում չի հանրայնացվում ու շատ ժամանակ չի երևում, որովհետեւ գլխավորը ի վերջո արդյունքն է եւ ամենակարևորը այդ ամենի մեջ հանձնախումբը, որը ստեղծեց Արցախի ազգային ժողովը, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, արցախցիների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որ ստեղծվել է, արդեն բավականին աշխատանքի կատարվել այս 1.5 տարվա ընթացքում, բավականին ծավալով, եւ ես ամեն անգամ օրինակ եմ բերում, որպես դրա վառապացույց Շվեյցարիայի օրինակը, հա։ Ես կարծում եմ դրանից ավելի պարզ օրինակ, որ ինչի համար պետք են լինեն Արցախի ինստիտուտները, չի կարող լինել։ Եվ ես ձեզ ասեմ ավելին, այո, մենք շատ տարբեր դերակատարների հետ, թե հանձնախմբի միջնորդությամբ, թե ուղիղ մեր զրույցներում կամ փոքրիկ բանակցություններում խոսելիս, իրենք են նաև փաստում, որ որևէ իշխանություն չի կարող հավերժ լինել։ Հա, մեր իրավունքը մերժող Հայաստանի իշխանությունը չի կարող հավերժ լինել, իսեր Աստծո։ Գալու է չէ՞ մի պահ, որ ինքը չի լինելու։ Եվ ամենայն հավանականությամբ եւ մեր ճիշտ բոլորի հանրության ճիշտ աշխատանքի արդյունքում, ժողովրդի ճիշտ աշխատանքի արդյունքում դա կլինի ազգային շահը սպասարկող իշխանություն։ Եվ այդ ազգային շահը սպասարկող իշխանությունը պիտի հասկանա, որ հենց առաջինը Հայաստանի անվտանգությունը կամ խաղաղությունը կամ խաղաղության օրակարգը չի կարող լինել թղթի վրա, չի կարող լինել այնպիսի օրակարգ, որը բերում են այս իշխանությունները, այն պարագայում, երբ առնվազն 160,000 հայ իր տանը չի կարողանում ապրել։ Երբ առնվազն մի քանի տասնյակ հայրենակից Բաքվի բանտում կեղեքվում է։ Այսինքն գալու է մի պահ, որ սա դառնալու է օրակարգային հարց, եւ այդ պարագայում ով պիտի ներկայացնի Արցախի ժողովրդին, ով պիտի խոսի ժողովրդի անունից։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ դա կարող են անել ՀԿ-ներ, դա Արցախի ինստիտուտները պետք է փոխվեն ինչ-որ խորհուրդների, ինչ-որ բաների, դրանք հենց Ադրբեջանի շահը ու Հայաստանի ներկայիս իշխանությունների շահը սպասարկող անձինք են կամ կազմակերպություններ են, որովհետև վստահաբար եմ ասում ձեզ, երբ տեղի ունենա բանակցային գործընթաց, լսվելու է Արցախի, թող որևէ մեկը չվիրավորվի, եթե ես կասեմ ներկայացուցիչ բառը, բայց գոնե լեգիտիմ ներկայացուցիչներին այդպես է լինել։ Տեսեք, օրինակ, երբ խոսում եք վերադարձի իրավունքի մասին, հիմա այստեղ շատերն ասում են, իսկ ով է վերադառնալու Արցախ, ով է վերադառնալու ըստ էության Ադրբեջան եւ Ադրբեջանի իրավազորության ներքո ապրելու, գնալու են, ասում են։ Գիտեք, ով որ այդպես ներկայացնում է, ինքը էլի եմ ասում, ներկայացնում է այս իշխանությունների թեզերը, որովհետև իրենք ամբողջ շրջափակման ընթացքում մեզ ասում էին, ով ձեզ կասի ձեր աչքի վերևում կա, եթե դուք ընդունեք, որ Ադրբեջանի դրոշի ներքո եք ապրում։ Մենք չընդունեցինք եւ տեղահանվեցինք, ճիշտ է։ Մենք շարունակում ենք մնալ այդ մտքին, որ մենք ադրբեջանցու հետ կողք կողքի երբեք չենք ապրել ու չենք ապրելու։ Անկախ Արցախը, անկախացած Արցախը երբևէ ադրբեջանցու հետ հարևանությամբ չի ապրել։ Հայ ադրբեջանցու հետ հարևանությամբ չի ապրել։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, սա են ասում։ Տիկին Հակոբյան ասում են, դա նշանակում է պատերազմ հայտարարել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք մեր իրավունքների մասին, ապրել մեր տներում, այդ նույն մարդկանց, նույն ադրբեջանցին վաղը գալու է իրենց տներից դուրս շպրտի։ Եթե իրենք ուզենան վերադառնան իրենց տուն խոսելու են պատերազմի մասին, իսկ ով ասեց, որ ադրբեջանցին կանգ է առել։ Ադրբեջանցին շարունակում է հային դուրս շպրտել իր տներից։ Դեռևս 3 արդեն հայաստանյան, հա, հայկական գյուղերի
տներին, ուղղությամբ չի, տներին են կրակում, այսինքն այդ մարդկանց իրենց տներից դուրս են հանում։ Հիմա այդ մարդիկ եթե ուզում են ապրել իրենց տանը, ուրեմն պատերազմ են հայտարարում Ադրբեջանին։ Եվ երկրորդ, մենք խոսում ենք մեր իրավունքի մասին, հա, այդ որը ասում էր այդ ինչպես պիտի վերադառնան, որը ճանաչում է աշխարհը։ Մեր իրավունքը ճանաչում է աշխարհը։ Մեր իրավունքը ճանաչում են աշխարհի դերակատարները։ Եվ եթե մեր իրավունքը չճանաչեին Արցախի աշխարհի դերակատարները, մենք մոռանում ենք երևի հիշեցնել, գիտեք 2020 թվականից հետո մենք 2 անգամ առնվազն Արցախում ընդունել ենք Ֆրանսիայի ստորին վերին պալատի սենատի ներկայացուցիչներին, սենատորներին, падգամավորներին եւ այդ մարդիկ միանշանակ Արցախի հողի վրա ճանաչել են մեր իրավունքը։ Լավ, մի կողմ դնենք անկախությունը, մի կողմ դնենք այն բարձունքները, որ մենք արդեն հասցրել էինք հասնել, բայց մենք ունենք իրավունք ապրելու մեր բնակարաններում, մեր տներում, մեր բնորաններում եւ ասեմ ձեզ, որ այդ անվտանգային երաշխիքները արդեն պատրաստ են բավականին շատ երկրներ ապահովել, բայց մենք չենք կարող հիմա խոսել այդ մասին, որովհետև դա իհարկե պիտի տեղի ունենա արդեն բանակցային գործընթացի ժամանակ, որը ցավոք սրտի այս իշխանությունների օրոք չի կարող լինել։ Շատ լավ, նախագահի տեխնաձուի հետ կապված այլ խոսենք եւ մենք ասեմ, որ հիմա այս փուլում բացարձակ չենք քննարկում նման բան, որովհետև ինչպես ասել է պարոն Շահրամանյանը, բնական է դա իր որոշումից պիտի կախված լինի եւ դա նաեւ քաղաքական որոշում է, այս ինչպես, հա, Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո այն ժամանակ կատարված էր սահմանադրական փոփոխություն, որը կարգավորում էր մինչև 2025 թվականի մայիսի 21-ը եւ հենց այդ հոդվածով պարոն Շահրամանյանը ընտրվեց Արցախի հանրապետության նախագահ մինչ 21 մայիսի 2025 թվական, մենք սահմանադրական փոփոխությունների միջոցով հոդվածի փոփոխություն ենք արել, որը ապահովելու է նախագահի ինստիտուտի անխափան աշխատանքը, այն չի վերաբերում խորհրդարանին, որտեղ խորհրդարանի աշխատանքը ապահովում է արդեն իսկ գործող սահմանադրությունը, փոփոխության կարիք չկար, բայց նախագահի պահով կար, մենք արել ենք եւ մենք ոչ թե անձին ենք ապահովագրել ու պահել իր շարունակականությունը, այլ նախագահի ինստիտուտը պիտի մնա, պիտի կարողանա եւ որևէ պարագայում այնպես ենք արել, որ հնարավոր չլինի Արցախի նախագահի ինստիտուտը ուղղակի ոչնչացնել։ Եվ այս պարագայում հաջորդ քայլերի շարունակությունը դա տրամաբանական շարունակություն է, որը պիտի այս շրջանակներում տեղի ունենալ։ Եթե քաղաքական որոշում կլինի կամ բոլոր քաղաքական ուժերը, օրինակ 5 քաղաքական ուժերը կորոշեն ամեն մեկը իր տեխնացուն բերել, տարբեր են կարգավորումները, այնտեղ փուլեր գոյություն ունեն ընտրությունների, որը խորհրդարանն է իրականացնում, տեղի կունենա այդ ընթացքով, թե ինչ ընթացքով, դա դեռ ժամանակը ցույց կտա։ Իհարկե նաև շատ բան է կախված լինելու Արցախի նախագահի որոշումից, ինչի մասին ինքը արդեն մի քանի անգամ հայտարարել է։ Այսինքն այս պահին դեռևս որևէ տեխնացուի չկա։ Գիտեք, մեր համար շատ-շատերը աղմուկ են բարձրացել սրա շուրջ, բայց այստեղ ոչ թե ինչի մասին մենք հիմա խոսում ենք, դա տեխնիկական մաս է, բայց շատ կարևոր մասը մենք արդեն ապահովագրել ենք։ Արցախի նախագահի ինստիտուտը այլևս թիրախի տակ չէ եւ այն հնարավոր է պահպանել։ Ամենակարևոր գործընթացը արդեն իրականացված է։ Մնացած քայլերը դրանից բխող տեխնիկական են արդեն, որը ես կարծում եմ ստացվելու է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ, զրուցում էի Արցախի ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։